Բարի երեկո ժողովուրդ ջան, կարճ եթեր է էսի, ուզում եմ մի հատ բառի շուրջ մենք խոսանք, ճիշտ է հայոց լեզվի մեջ շատ կան բառեր, որ տարանկալման եւ բազմիմաստ բառեր են, այսօր ուզում եմ կարճ անդրադառնալ, քանի որ շատ է շրջանառվում Փաշինյանի խոսքը, որ Արցախի մեր հայրենակցին, արցախցուհուն անվանել է փախածներով, չգաք ինձ սենց բանացեք, թե ինչ տենց արտահայտություն, ուզում եմ նախ անդրադառնանք այն իմաստին, որ ինքը հետագայում իր տոնայնության համար, իր տենց ջղայնության համար ներողություն է խնդրել, հրավիրել է քաղաքացուն իր կաբինետ եւ հրապարակային ներողություն է խնդրել եւ ասել է եկեք նրա մասին խոսանք, բայց եւ ասել է որ բովանդակությունը չի փոխվում։ Հիմա ես բացատրեմ, որ քանի որ TikTok-ը բանը թերթելուց շատ եմ տեսնում, որ շատ է հոլովում այդ խոսքը, փախած, ասել է փախածներ, Փաշինյանը։ Դա ուզում եմ ասեմ մի գործունեություն նրա մեջ է նաև կայանում, որ իրավիճակները ինչպես կա, այդպես լուսաբանեմ, այդպես մեկնաբանեմ, որպեսզի մարդիկ սխալ չընկալեն։ Հիմա սխալ եք ընկալել, չէ՞, փախած բառը։ Ես ուզում եմ նախ պարզաբանեք ինչ է նշանակում փախած բառ։ Խի ասել փախածներ։ Ուզում եմ հասկանանք, մենք Պրագուլկա անելով ենք եկել Ստեփանակերտից, Ղարաբաղից Երևան, թե մահվան սպառնալիքի, կյանքի անվտանգության եւ մեր առողջության պաշտպանության համար ենք հելել, փախչել ձիովել են փախչում, ավտոյով են փախչում, ոտով են փախչում։ 21-րդ դարում ձիով չեն փախչում, մի հոգի, երկու հոգի, մի քանի հոգի են ձիով փախել, մենք բոլորս ավտոյով ենք փախել, մի մասը ավտոբուսով է փախել։ Ինչ եք վատ զգացել այդ խոսքի համար։ Ես օրինակ վատ չեմ զգում, որովհետև գիտեք ինչ կա։ Ինձ այնա այս պահին ցույց տամ փախստականի փաստաթուղթ ունեմ։ Սա ճիշտ չի երևի հասցե ցույց տալ, հա։ Լավ, սենց Արստամյան Գևորգ կոդ մոտ ցույց չտամ։ Սա իմ փախստականի փաստաթուղթն է։ Չգիտեմ, սա կոդեր մոդել կա, ճիշտ չէ համարում ցույց տալի կոդերը ամբողջությամբ, բայց սա փախստականի փաստաթուղթ է, արցախցիները ստացել են։ Ստանալուց ինչու՞ չեք շպրտել սենց ասել, ես ինչպես եք վիրավորում։ Ինչպես թե փախստականի փաստաթուղթ, բա մենք փախնող տղերք ենք։ Այն գերներ ջան, փախնել հասկացողությունը ված չի։ Ես օրինակ, երբ որ ապուշների խումբ եմ օրինակ, խմբում եմ հայտնվում, եթե տենում եմ ինչ որ շրջապատը զրուցակիցը ապուշա, ես դից փախնում եմ։ Վատ բան կա դրա մեջ։ Խեք վատ զգացել։ Փախչել բառն է էլի։ Զարմանալի է, հայերեն մաքուր հայերեն բառը։ Փախստական, փախչել։ Այդ Բաքվի փախստականները բախի չէին վիրավորվում այդ բառից։ Ես ավելին ասեմ, Դա Նիկոլ Փաշինյանի բերանից հնչված խոսք է։ Իսկ Նիկոլ Փաշինյանը եթե ասի սիրում եմ ձեզ, քաղցր խոսք է, չէ՞։ Դուք ատողներդ Նիկոլ Փաշինյան, էլի դառնությամբ եք ընդունելու։ Էլի մեջը փնտրելու եք դուք նեգատիվ։ Իսկ ով որ սիրում է Նիկոլ Փաշինյանին, պոզիտիվ է ընդունելու։ Նույնիսկ որ Նիկոլ Փաշինյանը մի քիչ կոշտ կոպիտ խոսա, ոչ թե ասե սիրում եմ ձեզ։ Նիկոլ Փաշինյանի սիրողը ջերմությամբ է ընդունելու այդ խոսքը։ Հիմա ես ուզում եք հակառակը համոզեք, որ տվյալ մեր հայրենակցուհին սեր ուներ, հարգանք ուներ Փաշինյանի հանդեպ, եւ այդ բառը իրան այդ մեր հայրենակցունսկի այդքան չի հուզել, ինքը դրա մասին չի անդրադարձել, ոչ Facebook-յան ինչ որ լայվ արեց, ոչ ինտերվյու տվեց, որ անցավ գնաց, всё, ինքը չանդրադարձավ, բայց ժողովրդի մեջ դեռ շարունակում են օգտագործել այդ խոսքը, տեսել եք Նիկոլ Փաշինյանը արցախցիներին ասել է փախածներ, միգուցե Նիկոլ Փաշինյանը քաղաքական դիրքորոշում ունեցող մարդկանց է ասել փախածներ ի պատասխան նրա, որ իրան ասում են Ղարաբաղը դու ես հանձնել։ Իրավունք ունի Նիկոլ Փաշինյանն էլ այլ հայացքներ ունենա, այլ դիրքորոշում ունենա քաղաքական իրավիճակներում եւ իրան մեղադրողին հակադարձի, հակառակ մեղադրի։ Իմանալով երկնային տիրոջ կողմից այդ իրավունքը տրված է համատարած բոլորին։ Անկախ ազգությունից, սեռից, տարիքից, հասակից եւ այլն, մաշկի գույնից, բոլորին Աստված տվել է խոսքի ազատության իրավունք։ Մեր հայրենակցուհին օգտագործել է իր տված ազատությունը, մեղադրանք հնչեցրել, ինքն էլ փոխադարձ մեղադրել է տոնայնության համար, այ ուրիշ թեմա է։ Ինքը իր ներողությունը խնդրել է, որ չպետք է այդ տոնով խոսայի, բայց բովանդակությունը ինքը չի հերքում ընդունեց
Եվ անցանք առաջ, ինչ եք դուք սիրելի հայրենակիցներ, եւ ոչ միայն արցախցի հայրենակիցներ, ամբողջ աշխարհի հայության մեջ կա ինչ որ մի հատված, որ բառը ման գալիս բառի հետևից գնա, իբր թե տեսեք բռնցրինք, որ էսի դավաճանը, տեսեք բռնցրինք, որ ինքը հանցագործա, բռնցրինք, որ էսա Արցախ հանձնողը, տեսեք բռնցրինք, արա քիչ բռնցրեք էլի, որտեւ ձեր բռնցրածները մի ուրիշ տեսակ տարօրինակություն է, գիտեք ինչ տարօրինակություն է, որ դուք հայոց լեզուն ճիշտ չեք իրացրել։ Եվ ցավում եմ ձեր համար, որ դուք հայոց լեզվի բառարանը չեք տիրապետում, թե ամեն բառ ինչ արմատ ունի, ինչ վերջածանց ունի, ինչ նախածանց ունի եւ բառը ինչ իմաստ ունի։ Փախստական բառի համար փախստականի թուղթ են տվել, փախստական բառը հիմնված է, որ կյանքի սպառնալիքի, մահվան սպառնալիքի ավելի շուտ դու ճողոպրում ես, փախնում ես, որ փրկվես։ Եթե այդ վիճակը փախուշ չէր, ապա ինչ էր պրագուլկա, հայերեն գրեքելի պրագուլկա բառը չգիտեմ, զբոսանք, կներեք, հա, հիշեցի։ Զբոսնելով ենք եկել։ Եվ ինչու պետքա վատը զգաս, դա վիրավորական խոսք չի, քեզ սեռական բնույթի հայոյանք չի տահնչեցրել, քեզ բարոյական գնահատական չի տվել, քեզ չի որակավորել մարդկային տեսակդ, բարոյական տեսակդ, քո գործունեությունը, գործողությունը մեկ այլ բնակավարից մյուս բնակավար գալը համարում է փախչել, փախստական, այդ փաստաթուղթը մեր քուրն էլ կլինի վերցրած հավանաբար, եւ որ սկզբից եկել ենք 2 տարի առաջ, 2.5 տարի առաջ, եւ մենք բոլոր արցախցիներից վերցրել ենք այս փաստաթուղթը, սա միջազգային հանրությունում, որպեսզի վաղը մյուս օրը նաեւ փաստ լինի, որ մենք փախստական ենք, բռնի տեղահանված ենք, ոչ թե ըստ մեր ցանկությամբ ենք հելել եկել, այլ զգալով կյանքի մահվան սպառնալիք, մենք հելել ենք լքել այդ տարածաշրջանը։ Հիմա կարող ասեք, չէ, չենք լքել, զբոսնելով ենք եկել։ Դե մեկ տալիս մեզ, կարող եք բոլորդ էլ ասեք, այո, մենք փախել ենք Ադրբեջանը մեր հանդեպ ռազմական գործողություններ կատարել եւ մենք մեր կյանքը փրկելու, մեր երեխաների կյանքը փրկելու համար փախել ենք։ Բերեք մի բառ օգտագործենք եւ այդ բառը չվախենակ ոչ աշխարհի մեկ այլ հարթակն, ոչ մեր երկրում, ոչ մեր սոցիալական ցանցերում։ Ամբողջ աշխարհին ասում եք փախստական ենք, բայց որ մեր երկրում եք ասում եք չէ, զբոսանքով ենք եկել։ Ինչ եք վատ զգում այդ բառի համար, ժողովուրդ ջան։ Ես նորից եմ կրկնում, դա Փաշինյանի բերանից հանչվել, իսկ ատելություն կա Փաշինյանի հանդեպ, դրա համար իր խոսքը թույնով ամենակոշտ ձևով ընդունել եք։ Եկեք մի պահ պատկերացնենք Սամվել Շահրամանյանն ասել, Շահրամանյան Սամվելը, չընտրված նախագահը, նշանակված նախագահը։ Եկեք մի պահ պատկերացնենք, ասում եմ, մեր արցախցի քույր եղբայրներ, փախստական քույր եղբայրները Ադրբեջանի պատերազմական ռազմական գործողությունների արդյունքում ճողոպրելով, փախնելով հասել ենք մայր Հայաստան, որպեսզի փրկվենք։ Քիթս կկտրեմ, թե այդ նույն մարդիկ կասեն, լսել եք, Շահրամանյանը մեզ ասել է փախել ենք փրկվելու համար։ Ժողովուրդ, պատերազմից, բա ի՞նչ է, պատերազմի արդյունքում, պատերազմի ռազմական գործողությունների արդյունքում քաղաքացիական անձինք վերցնելով իրանց ընտանիքի անդամներին պատասպարվել են ժամանակավոր համարելով Հայաստանի տարբեր գյուղ-քաղաքներում, որ մի օր կունենան կարգին խելքը գլխին առաջնորդներ, ոչ թե նշանակված նախագահ, այլ ընտրված ժողովրդի կողմից վայելացեր եւ հարգանք մարդ հետ կտանի։ Հիմա փախել ենք, եկել ենք հասել ստե, մենք արդեն ասում ենք, չէ, փախած չենք։ Наверное, мы так хотели, просто так прогулялись и пошли пешком, так вдруг посмотрели, что находимся в монументе, а? Ժողովրդյան, այ վատը էտա, իսկ իմ լավը գիտեք որն է, որ ոչ Ռոբերտ Քոչարյանի խոսքի վրա եմ կենտրոնանում, լսել եք sense օրինակ բառը ասել, կամ Սամվել Շահ բառի վրա չեմ կենտրոնանում, բովանդակության վրա եմ ես կենտրոնանում։ Իսկ դուք բառը վերցրել օգտագործում եք, որ տեսակ ասելա փախել, հետո ինչ։ Սիրիացին չի փախել, այս մի քաղաքից է մի քաղաք, իրաքցին, իրանցին, աշխարհի բոլոր ժողովուրդները, եւ այդ թվում ոչ միայն հայ ժողովրդի Արցախի հատվածը, այլ հայ ժողովրդի ցեղասպանությունից փրկված հատված էլի փախել եկել է Հայաստան։ Այդ որ իրանց ասենք վատ չեն զգա, բայց մենք արցախցիներից մի տեսակ այդ բառից վատ ենք զգում։ Կրկնում եմ, ես ինքս հայտնվելով որոշակի մարդկանց շրջապատն եմ, որտեղ ես լսում եմ հիմար խոսակցություններ, ես այդ տեղից փախնում եմ։ Ոչ թե ասում եմ, ես ձեզ շատ սիրում հարգում եմ եւ ձեր խոսքը ինձ համար շատ կարեւոր է, ես ձեզ կկարոտեմ, ցավով բացտեսություն պետք է հայտնեմ, այլ ասում եմ,
ժողովուրդ ջան, ես գնացի լավ ու ճողոպրում եմ։ Փախնել եմ, որտեղ այդ ապուշությունները լսելը իմ առողջությանը փիս ազդում է։ Իսկ Ղարաբաղից փախնելը դա ոչ թե ինչ որ իրավիճակը դուր չի եկել մեզ փախել ենք, այլ մենք մահվան սպառնալիքի տակ փախել ենք եւ փախածներ, եթե մենք ասենք կռվող տղաներին ռազմի դաշտում, այդ է սխալ արտահայտություն է։ Եթե ռազմի դաշտում տղան կանգնել է կռիվ տվել, դիրքը չի հանձնել, կամ միջև վերջ կռիվա տվել, զոհվել է, ոչ զոհվածի, ոչ էլ ողջ մնացածի մասին չի կարելի ասել, որտեղ մեկօրյա պատերազմի ընթացքում այնտեղ ուժեղ մարդ էր գնացել։ Մեր Արցախի ուժեղ տղերքը ուժեղ ձևի կռվել են։ Ես նույնիսկ ինձ այդ շարքերում չեմ դնում, ես անզեն եմ եղել, քաղաքացիական կյանքով էի ապրում եւ քաղաքացիական հագուստով անզեն Ստեփանակերտում էի։ Իսկ կային զինվորականներ, կային դեղ ոնց է կոչվում աշխարհազոր, հա աշխարհազորայիններ, ովքեր որ զենքը վերցրել են կռիվ են տվել։ Ունեցանք զոհեր, ունեցանք վիրավորներ, ունեցանք մարդիկ, որ դիրքը չեն լքել, թողել են, եղել են եւ երևի փախնողներ են։ Այ անհատապես կարաս ասես Մարկոս Կիրակոսյանը օրինակ փախել է դիրքից, եթե ճանաչում ես դու Մարկոս Կիրակոսյանին, բայց համընդհանուր, համատարած ժողովրդին զինվորականներին ավելի շուտ կռվող տղերքին ասես սաղ փախել են, էդ էլ է ապուշություն, էդ էլ է հիմարություն։ Բերեք բոլոր քաղաքական պաշտոնյաները բանը այս հարցում խնդրում եմ մի քիչ զգուշ եղեք, չի կարելի, որտեղ մեկ այլ կռվող տղա, որ իր կուրծքը դեմ է տվել իր ընտանիքը, իր հայրենիքը պաշտպանելու համար, իրաներա փաստորեն կպտում քո այդ խոսքը եւ վատ է զգում։ Բայց նորից եմ ասում, ռազմական գործողությունները դադարեցնելուց հետո ժողովուրդը զգացել է չի զգացել անվտանգություն, նկատել է սպառնալիք իրանց մահվան սպառնալիք, թողել փախել ենք եկել Հայաստան փրկվենք։ Եթե ասեք չենք փախել են, այնց պակայֆու, այնց սպրագուլշնի, ուղակի պապուծի եկել ենք, բան, Ժորժ ջան, արեք կռուտիտի դարաշրջանը փակենք, առանց այդ էլ քաղաքական գործիչները լիքը կռուտիտներ են անում, արեք մենք ճիշտ արտահայտվենք, արեք մեր խոսքերի մեջ ուշադրություն դարձնենք, որ չվիրավորենք մեկս մյուսին, մանավանդ ժողովուրդների, չի կարելի ժողովուրդների վիրավորել։ Եվ Փաշինյանը խոսքն տվյալ մեր հայրենակցու հետ ինքը ես վստահ եմ, որ նկատի ուներ, որ դու եւ քո նման մտածող մարդիկ ինձ մեղադրում եք Արցախ հանձնելու, Արցախ ծախելու, Արցախի կորուստի մեջ, ես էլ ձեզ ասում եմ, որ դուք փախել եք։ Հասկանում եք, փախել եք ոչ միայն փրկվելու, այլ փախել եք պատասխանատվությունից։ Ես Փաշինյանի հետ կիսում եմ այդ միտքը, որովհետեւ Ղարաբաղի իշխանությունները փախել են Արցախի ժողովրդի կյանքը պաշտպանելու, Արցախը պաշտպանելու պատասխանատվությունից։ Բարերս էլ ապացուցում եմ, բարերս էլ խելացի adekvat մարդենի, ես ունեմ փաստեր, ապացուցում եմ, որ այդ մարդիկ թողել են ժողովրդին անտեր։ Այսքանը երևի Ժողովուրդ ջան, ամեն մի խոսքի վրա մի կենտրոնացեք, այլ կենտրոնացեք բովանդակության վրա։ Լավ մնացեք, բարի գիշեր, հաջողություն բոլորիդ։